Կայծակնային արագությամբ աճում են կրիմինալ դեպքերը հանրակրթական դպրոցներում։ Վերջին մեկ ամսում միայն մամուլը 8 դեպքի մասին հայտնեց։ Վերջինը օրեր առաջ մարտի 18-ին էր։ Երևանի Ներսես Մեծի անվան թիվ 124 հիմնական դպրոցից գանգուղեղային վնասվածք ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 14-ամյա երեխա։ Նա վնասվածք է ստացել դպրոցում ծեծկռտուքի ժամանակ։ Մարտի 11-ին Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցի բակում աշակերտների վիճաբանությունը կանխել է տնօրենը, իսկ դասասենյակում հայտնաբերվել են 2 գաղտնի փականով դանակներ։ Միայն մարտի 6-ին 4 դեպք է եղել տարբեր դպրոցներում։ Ավան վարչական շրջանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանի դասասենյակում աշակերտների վիճաբանություն է եղել, որի ժամանակ նրանցից մեկի դեմքին եւ մարմնի տարբեր մասերին ձեռքերով հարվածներ են հասցրել։ Գեղարքունիքի դպրոցներից մեկում ծեծկռտուքից ստացած մարմնական վնասվածքներով Գավառի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։ Նույն օրը Երևանի կենտրոնի դպրոցներից մեկի դիմաց 14-ամյա տղաները վիճել, հայհոյել եւ հարվածել են միմյանց։ Ջրվեժի միջնակարգ դպրոցից 13-ամյա տղան 3-րդ հարկի պատուհանից ցած է ընկել ուսուցչի աչքի առաջ։ Աշակերտը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Մարտի 3-ին Նոր-Նորքի դպրոցներից մեկում 8-րդ դասարանի աշակերտների ծեծկռտուք է եղել։ Նրանցից մեկի ակնոցը կոտրվել եւ վնասել է աշակերտին։ Երեխան դիմային շրջանի փափուկ հյուսվածքի վնասվածք ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Փետրվարի 18-ին էլ Երևանի Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցում իրար ծեծել են ֆիզկուլտուրայի 27-ամյա ուսուցիչն ու աշակերտները։ Երբ մենք երեխայի ձեռքը տալիս ենք իրավունք հասկացությունը առանց պարտականության եւ դաստիարակության մենք անխուսափելիորեն պիտի բախվեինք այդ խնդրի հետ։ Այսօր ուսուցչի դաստիարակող դերը նսեմացնելը անխուսափելիորեն բերելու էր այս հետևանքի։ Երբ երեխան կարող է մատ թափ տալ ուսուցչի վրա եւ թույլ չտալ, որ իրեն դաստիարակեն, դա անխուսափելիորեն բերելու էր այս հետևանքների։ Այն ինչ որ ունենք այսօր, դա այն է, ինչ մենք ցանել ենք, կարելի ասել, հնձում ենք հետևանքները։ Հոգեբանը պնդում է դեռահասների անպատժելիությունն ու անտարբերությունը վաղ թե ուշ պետք է իր բացասական հետևանքները ցույց տար։ Դպրոցներում չարաբաստիկ դեպքերի այսպես կոչված հերոսները հիմնականում 14 տարեկան դեռահասներն են։ Եթե նրանց աչքաթող անեն, գուցե ապագայում հետևանքներն ավելի աղետալի լինեն։ Մենք չենք կարողանում երեխաներին մի բան ասել, անմիջապես ծնողը կռիվ է գալիս։ Ուսուցիչները իրենց գլուխը ցավից ազատելու համար սկսել են չզբաղվել նույնիսկ դաստիարակությունով, որտեղ ով զբաղվում է, հետո ընկնում է պատմության մեջ։ Տնօրենները չեն ուզում ընկնեն պատմության մեջ, որտեղ ծնողները գալիս են իրենց երեխաներին պաշտպանելու համար, երեխաները պաշտպանում են իրենց ծնողներին, հատկապես տղաները մայրերին, այսպես առաջանում է հետաքրքիր պարադոքս։ Նախ վերահսկողություն պետք է սահմանվի դպրոցի ժամերին, ինչու են դեռահասները դրսերում, ինչու դպրոցում չեն, այս վերահսկողությունը չկա պետականորեն սահմանված, պետք է դպրոց մուտքը վերահսկվի, արդեն եթե հայտնի դեպքեր կան, կարելի է ստուգել նաև դեռահասների գրպանները, արդյոք սառնզենք կա, թե չկա։ Հանրակրթական դպրոցներում չկա պետական պատշաճ վերահսկողությունը, հազանգում է սահմանադրագետը։ Լրջագույն խնդիր է այն հանգամանքը, որ չունենք ըստ էության համապարփակ վերլուծական աշխատանքներ իրավասու մարմինների կողմից։ Ծեծկռտուք, դանակահարություն, հանցագործություններ, այս ամենը պետական կառույցների թերի աշխատանքի պատճառով է։ Դպրոցներում հանցագործությունները կանխելու համար օրենսդրական կարգավորումներ են պետք։ Ունենք բնագավառի օրենսդրություն։ Դա կրթության մասին օրենքն է, հանրակրթության մասին օրենքն է, մինչև 2030 թվականը կրթության զարգացման մասին օրենք ունենք ընդունված, ու ցավոք սրտի այս օրենքներում բռնության հանրակրթական միջավայրում, կրթական միջավայրում այս տարիքային խմբերի հետ կապված բռնության կարգավորումներ չունենք։ Մենք ունենք նախարարության կից գործող տեսչական մարմին կրթության բնագավառի։ Ինչով է զբաղվում այդ տեսչական մարմինը։ Ամեն ինչ սկսվում է դպրոցից եւ տեղին են Բիսմարկի խոսքերը. եթե տնտեսենք դպրոցի վրա, վաղը բանտեր կկառուցենք, եթե տնտեսենք բանակի վրա, կփորենք գերեզմաններ։ Զարուհի Սահակյան, Առաքել Օհանյան, Նորայր Շարբաթյան եւ Նորայր Հակոբյան, Հայլուր։